Բարև ձեզ, ռուսական հայտնի ասացվածք կա, որը հայերեն բառացի թարգմանությամբ թերևս կհնչի աղքատությունից ու բանտարկությունից ոչ ոք ապահովագրված չէ, առավել եւս մեր օրերում, երբ քրեական անցյալ կամ ներկա ունեն բանտապահից մինչև նախագահ եւ նույնիսկ արքեպիսկոպոսներ։ Քրեակատարողական հիմնարկներում նրանք նույն պայմաններում են, ինչ մարդասպանները կամ գրպանահատները։ Իսկ ինչ պայմաններ են այսօր մեր քրեակատարողական հիմնարկներում, կօգնի պատկերացում կազմել իրավական նախաձեռնությունների կենտրոն հասարակական կազմակերպության նախագահ Նարէ Հովհաննիսյանը։ Բարև ձեզ, Նարէ։ Բարև ձեզ։ Սա այն դեպքն է, երբ ամեն դեպքում գերադասելի է լսելը, քան տեսնելը, բայց ինչպես ասացի, մեզանից ոչ ոք դրանից ապահովագրված չէ, եւ այսպես ինչ պայմաններ են բանտախցերում։ Իրականում պիտի նշեմ, որ վերջին տարիներին որպես այդպիսին վերանորոգումներ արվել են, պետությունը փորձում է ներկայումս ուշադրություն դարձնել բոլոր մասնաշենքերը Աբովյան քրեակատարողական հիմնարկում վերանորոգվել են, կոսմետիկ վերանորոգումներ իրականացվում են նաև քրեակատարողական այլ հիմնարկներում։ Բայց մենք ունենք մի իրավիճակ, երբ մենք այդ շենքերը ժառանգել ենք խորհրդային միությունից, իսկ այն շենքը, որը կառուցվել է նոր, Արմավիր քրեակատարողական հիմնարկը, ցավոք իր պայմաններով չի զիջում այդ խորհրդային ժամանակահատվածից, այսպես ասած, ժառանգություն ստացած քրեակատարողական հիմնարկների շենքային պայմաններին։ Իրականում տեսեք, շենքային պայմանը ինչքան էլ խուցը վերանորոգված լինի, ինքը իրենով իզորու չէ ապահովելու արժանապատիվ, այսպես ասած, բանտարկություն, քանի դեռ մենք կողքից չունենք ինտեգրված եւ համալիր կերպով մատուցվող համապատասխան բոլոր ծառայությունները, ներառյալ քրեակատարողական ծառայողների եւ մասնագիտական այլ գործառույթներ իրականացնող մասնագիտական թիմերի վերաբերմունքը։ Այսինքն պրոֆեսիոնալների բանտապահների պրոֆեսիոնալների իրականում այո, մենք ունենք հաստիկներ, ամենահաճախ ազատազրկված անձանց հետ ամենահաճախ շփվող անձինք դրանք հսկիչներն են, ցավոք ներկայումս մեր պետությունը այնպիսի պայմաններ է ստեղծել, որ այդ հաստիքում կարող են աշխատել անձինք, ովքեր որոնց նկատմամբ, այսպես ասած, կրթության պահանջ պետությունը չի ներկայացնում, եւ մենք կարող ենք ունենալ իրավիճակ, երբ որոշակի հաստիկներ զբաղեցնում են անձինք, որոնց կրթության վերաբերյալ պետությունը պահանջներ որպես այդպեսին չի ներկայացնում։ Բայց կարծում եմ դա բավականին խնդրահարույց իրավիճակ է, որովհետև դա ցանկացած ծառայություն այն դեպքում, երբ անձի ազատությունը սահմանափակված է, պետք է լինի շատ խիստ պրոֆեսիոնալ։ Իսկ ինչու է անձի ազատությունը սահմանափակվել, որովհետև իրավամբ կամ ենթադրաբար անձը կատարել է հանցագործություն, եւ պետությունը նախատեսել է, որ պատիժ սահմանելով ազատազրկման ձևով պիտի ապահովի ոչ միայն այդ պատժի գրման համար համապատասխան պայմաններ, այլ նաև անձին վերականգնի, առողջացնի այնպես, որ հասարակություն վերադառնալուց հետո նա այլևս երբեք չհայտնվի այդ քրեակատարողական հիմնարկում։ Այսինքն ցանկացած անձ, անկախ իր հաստիկից բուժող, վերականգնող միջամտություն իրականացնող անձ է, եւ այս պարագայում ունենալ նման իրավիճակ սա ինձ բավականին մտահոգում է։ Այսինքն պատիժը կրել ազատազրկման վայրում դա չպիտի նույնականացվի խոշտանգման հետ, որովհետև եթե մարդը իրականում դա չպիտի լինի խոշտանգում, այսինքն խոշտանգման որևէ տարից զերծ պետք է լինի, բայց ցավոք մեր իրականության մեջ մենք խոշտանգում ասելով նկատի ունենք սովորաբար ընկալում ենք միայն ֆիզիկական խոշտանգումը, ծեծ ու ջարդ չկա, կամ եթե անգամ կան որոշ դեպքեր, միգուցե դրանք չեն բարձրաձայնվում, չեն զեկուցվում, ինչը նույնպես փակ հաստատություններին կարող է բնորոշ իրավիճակ լինել, բայց մենք այս հարակից հարցերը երբ որ անտեսում ենք, պարարտ հող ենք ստեղծում հոգեբանական խոշտանգման համար, եւ արդյոք մեր դատապարտյալները կալանավորված անձինք, ովքեր պահվում են քրեակատարողական հիմնարկներում, զերծ են հոգեբանական խոշտանգումից այն առումով, որ դրա համար, այսպես ասած, նախադրյալներ որպես այդպեսին չկան։ Լրատվական դաշտում հաճախ հայտնվում են տեղեկություններ ընդվզումների մասին դատապարտյալների եւ նույնիսկ բռնության դեպքեր են լինում երկու կողմից եւ մենք ինչ ենք անում, մենք պատկերացում ենք ստանում, այսինքն մենք հիմք ենք ընդունում այն տեղեկությունը, որը տալիս են պաշտոնյաները, ՔԿՀ պետը կամ վարչության պետը, բայց ինչ է իրականում դրա հետևում կանգնած, այսինքն ինչու են հասնում այդ բախումների, ինչու են դատապարտյալները դիմում խոշտանգումների, ինքնասպանության,
Դա բավականին խնդրահարույց թեմա է, նշեցիք, որ երկուստեք միջադեպեր են լինում, իմ աշխատանքի ընթացքում արձանագրել են, որ այն դեպքերում, երբ օրինակ ազատազրկված անձն է ֆիզիկական որևէ հարձակում գործադրել քրեակատարողական ծառայողի նկատմամբ, պատճառը եղել է քրեակատարողական ծառայողի ոչ մասնագիտացված, ոչ պրոֆեսիոնալ մոտեցումը իր աշխատողին, որովհետև շատ պարզ տեխնիկական պատճառով է եղել։ Քրեակատարողական ծառայողը պետք է ուղեկցի ազատազրկված անձին թիկունքից, այսինքն երբեք ազատազրկված անձի առջևում չպետք է քայլի։ Պրակտիկայում մենք անգամ այս տարրական կանոնը չենք պահպանում։ Սա տեխնիկական հարց է, բայց մասնագիտական պրոֆեսիոնալիզմ է պահանջում, որովհետև դու պիտի անգամ այս մակարդակում պատկերացնես, թե քո ծառայությունը ինչպես ես իրականացնում։ Ինչ վերաբերում է ինքնասպանություններին, ինքնավնասումներին, ինչ որ մի պահի ստեղծված իրավիճակը մեզ գոհացնում էր, իրավապաշտպաններ, ինչ ասեմ գոհացնում էր, բայց համենայն դեպս հույս էր ներշնչում, որ հնարավոր է որոշակի փոփոխություն լինի, կրթական ծրագրերի ներմուծման արդյունքում եւ որոշակի նաեւ փոփոխություն կատարելու միտման արդյունքում մենք տեսնում ենք հետ նահանջ այս թվերի հետ կապված, բայց ներկայիս իրավիճակը չի գոհացնում ոչ միայն իրավապաշտպաններին, այլև հասարակությանը եւ առավելևս մտահոգում է այն անձանց, որոնց հարազատները, ընտանիքի անդամները, ծանոթները հայտնվում են քրեակատարողական հիմնարկում։ Ցավոք պիտի նշեմ, որ ներսում տիրող, այսպես ասած, իրավիճակն է շատ հաճախ անձանց դրթում նման քայլեր կատարել։ Հոգեբանական անկայուն վիճակը, ոչ մասնագիտացված ծառայությունները, ոչ թիրախային եւ տեղին միջամտությունները եւ դրա համար, այսպես ասած, բոլոր նախադրյալները կարծես թե քրեակատարողական հիմնարկներում կան։ Ցավոք հոգեբանական աջակցությունը դեռևս կաղում է։ Մասնակետների համալրվածության հետ կապված բազմաթիվ խնդիրներ կան եւ ընդհանուր առմամբ մեծ նշանակություն ունի նաեւ ներսում տիրող միջանձնային խնդիրները եւ վերջերս նաեւ այս տարվա ընթացքում իմ կողմից կատարած այցելությունների ընթացքում արձանագրել եմ, որ ցավոք ագրեսիվության մակարդակը քրեակատարողական հիմնարկներում բավականին բարձր է։ Նախկինում ես երբեք նման իրավիճակ չէի արձանագրում։ Իսկ ինչ վերաբերում է վերաբերմունքին, այստեղ շատ հստակ կարևորություն ունի նաև մասնագիտական խմբերի վերաբերմունքը ազատազրկված անձանց, շատ հաճախ ընդհանուր մոտեցումը այնպիսին է լինում մասնավոր դեպքերի հետ կապված, որ օրինակի համար, եթե անձը ունի միավ, հեպատիտ կամ որևէ այլ հիվանդություն, հոգեկան առողջության հետ կապված խնդիր, որևէ այլ բանի արժանի չէ, քան ինքնասպանության, անգամ տարբեր մասնագիտական խմբերի ներկայացուցիչներ նման դեպք եղել է, երբ ինձ հետ զրույցում ասում են, այ օրինակ դուք անընդհատ նշում եք ինքնասպանությունների մասին, իսկ գիտեք, թե ով է ինքնասպանություն կատարել։ Շատ լավ, անձը ունի միավ, մեր պետությունը միավի այդ ծրագիրը անվճար է ներդրել եւ դա անգամ անվճար հիմունքներով հասանելի է դարձնում ոչ իր երկրի բնակիչներին, որովհետեւ կանխարգելումը կարեւոր է իր երկրի հանրային առողջության պահպանման համար։ Հեպատիտների մասին ենք խոսում։ Այդ առողջապահական ծառայությունը նույնպես ազատազրկված անձանց համար անվճար ներդրվել է պետության կողմից։ Այսինքն մտածել, որ որևէ պարագայում անձը արժանի է, որպեսզի ինքնասպանություն գործի, մենք արդեն խնդիր ունենք լրջագույն իրավիճակի հետ։ Եվ բացարձակապես անկառավարելի վիճակ է հոգեկան առողջության հետ կապված։ Ցավոք որոշ դեպքերում երբ մենք խոսում ենք հոգեկան առողջության մասին, կարծես թե ընկալվում է ախտորոշումը, որպես այդպեսին, բայց ամենից հասարակը հաճախակի դրսևորվող անհանգստությունը, քնի խանգարումը, սննդի խանգարումը, դեպրեսիան, այսինքն նման խնդիրները անգամ խոսում են անձի հոգեկան առողջության մասին, բայց երբևէ հարցը այս մակարդակով քննարկվել է, թե օրինակի համար ով ունի քնի խանգարում, ով ունի սննդի խանգարում։ Դրանք ակնհայտ հոգեկան առողջությանը առնչվող խնդիրներ են։ Այո, մենք կարող ենք ասել, դա ազատազրկմանը բնորոշ խնդիր է, հետևանքն էլ նաև, որ այդ թվերը օրեցօր աճում են։ Իսկ ինքնասպանություններից հետո լիարժեք քննություն իրականացվում է։ Ցավոք դա այն հարցն է, որը մեզ տարիներ շարունակ ես 16-17 թվականներից առնչվում եմ այս ոլորտին եւ դա այն հարցն է, որը այդպես էլ պատասխան չունի, ոչ։ Եթե անգամ հարուցվում են քրեական գործեր,
Մինչև հիմա իմ ունեցած վիճակագրությունը փաստում է, որ այդ քրեական գործերը կարճվում են հանցակազմի բացակայության պատճառով կամ քննությունը իրականացվում է եւ պարզվում է, որ որևէ մեկի մեղավորությունը որպես այդպեսին չի եղել եւ անձը իսկապես ցանկացել է ինքնասպանություն գործել։ Այստեղ մեկ այլ խնդիր կա, որին վերջերս եմ ուշադրություն դարձնում։ Տեսեք, երբ որևէ մահվան դեպք է արձանագրվում քրեակատարողական հիմնարկներում, քրեակատարողական ծառայությունը հրապարակում է կատարում եւ նշում է, որ արձանագրվել է ինքնասպանություն, ինչի հիման վրա է այդ արձանագրումը կատարվում։ Երբ հնարավոր է անգամ քրեական գործ չի հարուցվել եւ միանշանակ չկա նաեւ քրեական գործի արդյունքները, որոնք կհավաստեն, որ դա իսկապես եղել է ինքնասպանություն եւ կանխակալ վերաբերմունք ստեղծել մահվան դեպքերի շուրջ, դրանք որակել որպես ինքնասպանություն։ Իսկ եթե հանկարծ քրեական գործի ընթացքը պարզի, որ դա եղել է մահվան դեպք, արդյոք վերահրապարակում է կատարվում եւ նշվում է, որ եղել է մահ սպանություն, օրինակի համար մահ ասելով նկատի ունեմ սպանություն եւ ոչ թե ինքնասպանություն։ Այսինքն այս աճող թվերի պարագայում հաշվի առնելով քրեակատարողական հիմնարկների ներսում տիրող իրավիճակը 100%-ով բացառել առանց քրեական գործի քննության արդյունքների, որ դրանք կենսաբանական մահ եւ ինքնասպանություններ են, կարծում եմ իրականությանը համապատասխանող հիպոթեզներ են, բայց երբ մենք այս վարկածները առաջ ենք քաշում, մեր առջև այսպես ասած դնում են չոր փաստերը, որ քրեական որևէ գործի քննության արդյունքներով չի պարզվել, որ կա, այսպես ասած, սպանության, այսինքն հատկանիշներով որևէ մահվան դեպք։ Պարզողները ներսի մարդիկ են, թե դրանք երբ հարուցվում են այդ քրեական գործերը, այսինքն ոչ քրեակատարողական հիմնարկում է, այսինքն դա կարող է այդ քննությունը իրականացվել քննչական մարմինների, իրավապահ մարմինների կողմից ըստ ենթակայության իրավական տեսանկյունից այդ տեղեկատվությանը որպես այդպեսին շատ մանրամասն չեմ տիրապետում, բայց լիարժեք քննություն իրականացնելու համար բնականաբար որոշակիորեն առնչվում են քրեակատարողական հիմնարկներին, այսինքն ես ենթադրում եմ, եթե տեղի են ունենում հարցաքննություններ, բնականաբար այդ հարցաքննվողների շրջանակներում պիտի լինեն քրեակատարողական ծառայողները, ազատազրկված մյուս անձինք, բայց սրանց վերաբերյալ որևէ այդպես հրապարակային տեղեկություններ չեն հաղորդում եւ իրականում դա բավականին մտահոգող խնդիր է եւ հարց է։ Իշխանությունը միշտ պնդում է, որ պետք է վերացնել քրեական ենթամշակույթը եւ կառավարությունը ստանձնելու հենց առաջին տարիներին հայտարարեցին, որ քրեակատարողական հիմնարկներում պետք է վերացնել այդ տարբեր հսկողների, նայողների եւ այդ աստիճանակարգը ամբողջությամբ։ Օպոնենտները պնդում էին, որ դա փակ հաստատություն է, հաստատված կանոններով եւ եթե մենք այդ հավասարակշռությունը խախտենք, օրինական հավասարակշռությունը հաստատել շատ ավելի դժվար է լինելու։ Ինչ վիճակ է այսօր այդ առումով։ Այս հարցի վերաբերյալ վերջերս բավականին այլ դիրքորոշում ունեմ, որևէ խնդրի դեմ պայքարելը փակ հաստատությունում ամենևին էլ դժվար չէ։ Դա փակ հաստատություն է։ Սահմանված տարածք է, այսինքն անվերջ որևէ տարածություն չէ, ինքը ունի հստակ գծագրված սահմաններ եւ ազատազրկված անձանց թիվն էլ այդքան շատ չէ, որ լինի անկառավարելի։ Արմավիրում մի փոքր թիվը ավելանում է, բայց կան այլ երկրներ, որտեղ ազատազրկված անձանց թիվը հասնում է 5000-ի, 6000-ի, 7000-ի, այսինքն ինչ է նշանակում, այդ հիմնարկներում օրական 10-15 հոգի պետք է իրենց սպանեն, կամ պետությունը պիտի ձեռքերը լվանա եւ ասի որևէ բանի դեմ պայքարելը կամ որևէ բան կարգ հաստատելը տվյալ հիմնարկներում վեր է մեր ուժերից։ Դրանք հստակ չափագրված, այսինքն սահմանազատված տարածքներ են, փակ հաստատություններ են, որտեղ ամեն ինչը անելը բավականին հեշտ է։ Պետք է պարզապես այն անձինք, ովքեր ղեկավարում են քրեակատարողական հիմնարկները, զերծ լինեն այդ մտածելակերպից։ Եվ քրեական ենթամշակույթը ոչ կանոնադրական հարաբերությունները պիտի չխրախուսվեն։ Իսկ դրանց խրախուսվելու ձևերը ամենատարբերն են։ Երբ այս տեսանկյունից ես հարցը ներկայացնում եմ, ինձ ասում են, ցանկացած միջավայրում էլ կան անձինք, ովքեր կարող են հեղինակություն վայելել։ Ասում եմ շատ լավ, կարող են հեղինակություն վայելել։ Իսկ արդյոք տվյալ միջավայրի ղեկավար կազմը թույլատրում է, որպեսզի հեղինակություն վայելող անձինք մտնեն մենեջմենթի մեջ։ Իսկ ազդեցություն բանեց։ Այո, մտնեն մենեջմենթի մեջ, բայց այն անձինք, ովքեր հեղինակություն են վայելում, նշանակում է այդ հեղինակությունը իրենց տալիս են, եթե իրենք վայելում են, եւ իրենք ազդեցություն են ունենում որոշումների կայացման վրա։
Մենք երբ քրեականացվեց ոչ կանոնադրական հարաբերությունների դեմ պայքարը, ասում ենք, որ միայն քրեականացնելը արդյունավետ չի լինելու, պետք են համալիր միջամտություններ եւ որպես հիմնական հակակշիռ բերում էինք կրթական վերասոցիալականացման ծրագրերի ընդլայնումը, ծառայությունների բարելավումը, մասնավորինակ սննդի վիճակը վատ էր եւ երբ սկսեցին պատվիրակել անգամ այն անձինք ովքեր ունեին որոշակի դիրք նշում էին որ այսպես ասած մեր գործին խփեցիք որովհետեւ սնունդը լավն է եւ իրենք այդ այսպես ասած միջամտելու հնարավորությունից զրկվեցին այլ անձանց իշխել որոշակի այո լավ սնունդ նրանց տրամադրելով բայց ցավոք կրթությունը, կրթական ծրագրերը, վերասոցիալականացման ծրագրերը դեռևս ազդեցություն չունեն։ Ես սա ցավով եմ արձանագրում, ավելին անգամ այն անձինք, ովքեր որոշակի այսպես ասած հեղինակություն են վայելում, փորձ է արվում այդ անձանց համար արտոնյալ պայմաններ ստեղծել կրթական ծրագրերում, բերել կրթական ծրագրում ընդգրկել եւ ասել, որ գիտեք, ինքը օրինակի համար որևէ քրեակատարողական այլ հիմնարկում նման կարգավիճակ է ունեցել։ Եվ սա խնդիր է, որի մասին ես այլևս բարձրաձայնում եմ եւ կարծում եմ, որ միայն բարձրաձայնելն է եւ հանրային հնչողություն տալն է, որ կարող է ստիպել մտածել այս հարցի ուղղությամբ եւ ես ենթադրում եմ, որ դա որոշակիորեն արվում է նաեւ պայմանական վաղաժամկետ ազատման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու համար, որովհետեւ յուրաքանչյուր վկայական, որը տրվում է, համապատասխան միավորներ է ապահովում։ Այսինքն այն, որ մենք ասում ենք կրթությունը պետք է ընդլայնվի, որպեսզի ազդի ոչ կանոնադրական հարաբերությունների վրա, ցավոք սրտի ոչ կանոնադրական հարաբերությունները ներմուծվում են կրթական ծրագրեր եւ փորձ է արվում որոշակի բարենպաստ պայմաններ ստեղծել, սա իրականում մենք կարող ենք ասել, դե գիտեք, դա մի դեպք է, այդ անձը որոշակի հեղինակություն է ունեցել այլ հիմնարկում եւ տվյալ հիմնարկում է, որովհետեւ հենց նման դիրք ունենալու պատճառով քրեական պատասխանատվության է ենթարկվել։ Ցանկացած դեպքում մենք կարող ենք որևէ արդարացում բերել, բայց դա դեռևս չի նշանակում, որ մենք ունենք իրավիճակի փոփոխություն եւ դա չի նշանակում, որ այդ ոչ կանոնադրական հարաբերությունները, այսպես ասած, ճնշվում են կամ մերժվում են։ Եթե օրինակի համար նույն ոչ կանոնադրական հարաբերությունների կոնտեքստում կարող ենք դիտարկել նաև արգելված իրերի արկայությունը եւ շրջանառությունը քրեակատարողական հիմնարկներում։ Վերջերս նաև մեկ հրապարակում տեսա, որտեղ նշվում էր, որ փորձ է արվել Վերջերս մեկ հրապարակում տեսա, որտեղ նշվում էր, որ երկարատև տեսակցության եկած քաղաքացու կողմից փորձ է արվել բերել 31 հատ բջջային հեռախոս։ Եվ դա բացահայտել են, ենթարկվել է վարչական թե որևէ այլ պատասխանատվության, հիմա շատ լավ չեմ հիշում։ Շատ լավ, անձը փորձել է արգելված իրեր ներս բերել, դա բացահայտել են, կանխել են եւ համապատասխան հետևանքներ են տեղի ունեցել։ Բայց սրա երկրորդ, այսպես ասած, կողմն էլ գոյություն ունի եւ սրա վերաբերյալ երբևէ եւ կարծում եմ, որ այս դեպքում էլ որևէ գործողություն չի ձեռնարկվում կամ եթե ձեռնարկվում են, դրանք հանրությանը հասանելի չեն դառնում։ Եթե անձը փորձել է 31 բջջային քարտ, կներեք, ոչ թե հեռախոս, այլ բջջային քարտ ներս տանել, նշանակում է տվյալ պահի դրությամբ առնվազն 31 բջջային հեռախոս քրեակատարողական հիմնարկի ներսում կա։ Եթե կինը ցանկացել է այդ բջջային քարտերը ներս տանել եւ փոխանցել այն անձին, ում հետ ինքը պիտի ունենար երկարատև տեսակցություն, նշանակում է, մինչեւ քրեակատարողական հիմնարկ հասնելը կինը այդ տղամարդու հետ, որը իր ամուսինն է, որոշակի խոսակցություն եւ պայմանավորվածություն է ունեցել դրա վերաբերյալ եւ նշանակում է, որ ինքը կամ պիտի այդ հեռախոսային բջջային քարտերը վաճառի մյուսներին, կամ որոշակի ձևով մյուսները այդ գումարը փոխանցել են այդ կնոջը եւ տղամարդը պարզապես այդ բջջային քարտերը պիտի փոխանցեր մյուսներին։ Այսինքն սա անգամ անձեն աչքով պարզ սցենար է։ Եվ եթե անձը վստահ է եղել, որ երկարատև տեսակցությունից հետո ինքը կարողանալու է այդ բջջային հեռախոսակարտերը տանել իր խուց, նշանակում է ինքը վստահ է եղել, որ երկարատև տեսակցությունից հետո առնվազն իրեն չեն խուսարկելու։ Եվ արգելված իրերի հայտնաբերման այն դեպքում, երբ դա տեղի ունենում նախքան քրեակատարողական հիմնարկ, այսպես ասած, ներթափանցվել է, արգելված իրերի բացահայտման ցանկացած դեպքում, արդյոք նման հետևողական գործողություններ տեղի են ունենում։ Կարծում եմ, որ ոչ։ Մենք կարող ենք ներթափանցելը կանխել, բայց արդյոք այդ հեռախոսները ներսում չկան։
բավականին թարմ տեղեկատվության մասին եմ ասում, անձը ում խափանման միջոցը փոխվել է, եղել է կալանավորված, ինձ այդ զրույցում նշեց, որ հեռախոս ունենալը ընդամենը 5 րոպեի հարց է։ Այլ խցից են ուղարկում կոն ասվածով, դա փոխանցման եղանակն է քրեակատարողական հիմնարկներում, եւ ասաց որևէ հսկիչի 20,000 տաս 5 րոպե հետո այդ բջջային հեռախոսը կլինի քեզ։ Դա նշանակում է, որ կան այդ բջջային հեռախոսները։ Եթե կան, նշանակում է կա մեխանիզմ դրանք վաճառելու, դրանք միմյանց փոխանցելու, իսկ դա ինչ է, եթե ոչ կանոնադրական հարաբերություն։ Ինչ նկատի ունենք, երբ ասում ենք ոչ կանոնադրական հարաբերություն, այսինքն այնպիսի հարաբերություններ, որոնք նախատեսված չեն օրենսդրությամբ, ներքին կանոնակարգով, հեռախոսների, բջջային հեռախոսների փոխանցման եղանակ, վաճառքի եղանակ նախատեսված են օրենքով սահմանված կանոնադրական հարաբերությունները ոչ, չստացվեց, որ մենք գործ ունենք ենթամշակույթի դեռևս արկայության մասին քրեակատարողական հիմնարկներում։ Եվ ես մի փոքր ավելի հավակնոտ հայտարարություն կանեմ, արդյոք այն դեպքերում, երբ ենթամշակույթի հետ կապված հարուցվել է քրեական գործ, անձինք եղել են քրեակատարողական հիմնարկում, արդյոք նման դեպքերում երբևէ պատասխանատվության են կանչվել տվյալ քրեակատարողական հիմնարկների ղեկավարները։ Մենք այս ուղղությամբ, այս խորությամբ հարցը դիտարկել ենք, թե չենք դիտարկել։ Եթե այդ տարածքն է, դա դու ես ղեկավարում, նշանակում է, պիտի որ տեղյակ լինես ամեն ինչի մասին։ Իսկ եթե մենք որևէ գործի քննությամբ պարզել ենք, որևէ ղեկավար տեղյակ եղել է, թե տեղյակ չի եղել։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանները չկան, իսկ եթե չկան, նշանակում է մենք ունենք քրեակատարողական հիմնարկներում այն վիճակը, ինչ ունենք։ Եթե վերադառնանք պայմաններին եւ փորձենք դասակարգել ամենալավ վիճակում գտնվող քրեակատարողական հիմնարկն ու համեմատության մեջ, եւ ամենավատ, ամենաանտանելի պայմանները որտեղ են։ Դա եթե լավ պայմանների տեսանկյունից ենք խոսում, նկատի ունենալով վերանորոգված լինելու հարցը, Աբովյան քրեակատարողական հիմնարկն է, որի բոլոր մասնաշենքերը ներկայիս դրությամբ վերանորոգված են, իսկ վատի առումով բնականաբար կառանձնացնեի Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկը, որովհետև միայն այդ հիմնարկ մտնելը եւ այդտեղի օդը շնչելը, դա խոշտանգում է անգամ այնտեղ աշխատողների համար եւ այնտեղ այցելող անձանց համար, դա այնտեղ ոչ բարվոք կդիտարկեի նաև կորիս քրեակատարողական հիմնարկի վիճակը, մյուս հիմնարկներում շենքերը պարզապես համեմատաբար կարելի ասել նոր են եւ միգուցե դեռևս չեն հասցրել այդքան անմխիթար դառնալ այնտեղ որևէ մեկին բնակեցնելու համար, բայց թերևս այս դասակարգումը կառանձնացնի։ Եթե չեմ սխալվում, սրբազաններ են Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում են։ Այդ կոնկրետ անձանց տեղաբաշխման վերաբերյալ տեղեկատվություն չունեմ, բայց իմ դիտարկմամբ անկախ նրանից թե ով է այնտեղ, դա խոշտանգում է այնտեղ գտնվող ցանկացած անձի համար, այդ թվում աշխատողի համար, այնտեղ այդ ազատազրկված անձանց տեսակցության գնացող անձանց համար, որևէ այլ այցելուների համար, մենք ունենք անգամ վիճակ, երբ գոյուղաջրերն էին կաթում, իհարկե ընթացիկ վերանորոգումների արդյունքում դա կարծես թե կարգավորվել էր, այսինքն շենքը ինքնին այլևս պիտանի չէ շահագործման եւ այնտեղ գումար վատնել եւ որևէ կոսմետիկ վերանորոգում անել, անիմաստ ծախս է, որովհետեւ վերանորոգումը անելուց հետո շենքը այսինքն այդ պայմանները իրենց զգացնել են տալիս, այդ վերանորոգումները անգամ երկար չեն դիմանում այդ ներսում ստեղծված իրավիճակին, ներսից այդ պատերը քայքայվում են, անտանելի է ուղղակի այնտեղ որևէ վերանորոգում անելը այլևս անիմաստ է։ Բոլոր իշխանությունները ստանձնում են քրեակատարողական հիմնարկները կարգի բերելու հանձնառություն, բայց շատ քիչ մասով է դա իրականացվում, Մենք ինչին ենք, դա ինչի խնդիր է, փողի բացակայության, կամքի բացակայության, տեսլականի բացակայության խնդիր է։ Ես այսքան տարիներ առնչվելուց հետո կարծում եմ դա տեսլականի բացակայության արդյունք է, որովհետև այս ընթացքում որևէ իշխանություն չի ասել, որ ինքը չի ցանկանում, որպեսզի քրեակատարողական հիմնարկներում վիճակը լավանա, որևէ նախարար, որևէ փոխնախարար, որևէ ծառայության պետ կամ որևէ քրեակատարողական հիմնարկի պետ չի ասել, որ իրենք չեն ցանկանում, որպեսզի պայմանները բարելավեն եւ ազատազրկված անձանց վիճակը լավանա, աշխատողների ծառայողների վիճակը լավանա, որևէ մեկը նման հայտարարություն չի ասել, որ իրենք չեն ցանկանում, բոլորը ցանկացել են։ Իսկ ինչու մենք չունենք այն արդյունքը, որ այսքան տարիների արդյունքում մենք ակնկալում էինք, որ պիտի ունենայինք,
Կարծում եմ տեսլականի բացակայություն է։ Եթե մենք ուզում ենք որևէ բան փոխել, պիտի պատկերացնենք, թե ինչպիսին ենք ցանկանում այդ փոփոխությունը տեսնել։ Տեսլականի բացակայություն է եւ մեխանիզմների բացակայություն, բայց միևնույն ժամանակ ես կարծում եմ, որ մենք այստեղ շատ հստակ գործ ունենք կադրերի հետ եւ կադրերը սակայն կառավարելի են իդեմս հիմնարկների ղեկավարների եւ առաջին նախապայմանը հիմնարկների ղեկավարներ պատրաստելն է։ Արդյոք մեր պետությունը ունի ռազմավարություն, ունի տեսլական, ունի պատկերացում, թե ինքը ինչպես է պատկերացնում, որ քրեակատարողական ծառայողը պետք է լինի։ Որևէ ղեկավար արդյոք պատրաստվել է այդ պաշտոնը ստանձնելու համար, այսինքն մենք պատկերացնում ենք ինչ է քրեակատարողական համակարգի մենեջմենթը ենթադրում։ Մենք այդ որակները որևէ ձևով ներկայացնում ենք այդ անձանց, ովքեր ղեկավարում են տարբեր պաշտոններում, դա կլինի բաժնի պետ, հիմնարկի ղեկավար եւ այլն եւ այլն։ Եվ մենք այստեղ հստակ ունենք մտածելակերպի խնդիր, եթե կա որևէ անձ, ով ունի որևէ այլ խնդիր, քան նախատեսված է քրեակատարողական օրենսգրքով, այդ անձը պարզապես համակարգում չպետք է լինի, որովհետև անձինք այդտեղ են իրագործելու քրեակատարողական ծառայության առջև դրված խնդիրները, նպատակները, որոնք սահմանված են համապատասխան օրենսդրությամբ։ Եթե անձը անկախ իր պաշտոնից, անկախ իր զբաղեցրած հաստիքից, ունի որևէ այլ մոտիվացիա, քան սահմանված է իր գործառույթների շրջանակը օրենսդրությամբ, այդ անձը այնտեղ չպետք է լինի։ Բայց այդ ինչպես պիտի որոշվի, ունի այդ մոտիվացիան թե չէ, եթե բավականին հեշտ է որոշելը, դա բավականին հեշտ է որոշելը, հստակ մեխանիզմները պետք է տրվեն կառավարման եւ մեխանիզմների գործարկման եւ ղեկավար պաշտոնում հիմնարկների, քրեակատարողական հիմնարկների ղեկավար պաշտոնում պիտի լինեն նոր մարդիկ եւ նոր մտածելակերպով։ Վիզուալ օրինակ բերեմ։ Մենք, այսպես ասած, շրջադարձային կետը մեր երկրում համարում ենք 2018 թվականը, ճիշտ է։ Իսկ կան քրեակատարողական հիմնարկների ղեկավարներ հիմա, ովքեր պաշտոնավարել են նաև 2018 թվականից առաջ։ Այո, կա։ Այո։ Եվ այսինքն մենք ինչպես ենք այդ եթե մենք անցումային շեմը համարում ենք 18 թվականը եւ միայն հիմնարկների ղեկավարներին չասեմ, անձինք, ովքեր աշխատել են ամենատարբեր պաշտոններում, անգամ ամենացածր հաստիքում, մենք եթե կադրերը չենք փոխում, ինչպես ենք պատկերացնում, որ փոփոխություն պետք է լինի։ Եթե մենք այդ հատման կետը համարում ենք 18 թվականը եւ ասում ենք, որ այդ 18 թվականից հետո մենք պիտի անեինք այս շրջադարձային փոփոխությունները, դու մինչև 18 թվականը աշխատող անձի հետ ինչպես պիտի անես այդ փոփոխությունը, ով գրում է լավագույն այդ մտածելակերպը եւ լավագույն ավանդույթները, ճակերտները։ Այո, ինչպես պիտի անենք։ Ես պայմանական եմ այս անցումը ասում եւ ես պայմանական եմ որևէ այդպես հաստիկ կամ որևէ պաշտոն նախանշում, պարզապես ավելի վիզուալ դարձնելու համար։ Մենք ինչպես ենք պատրաստում փոփոխություն անել այնպիսի կադրերի միջոցով, ովքեր դիմադրություն ունեն այդ փոփոխությունների նկատմամբ, ովքեր չեն պատկերացնում այդ փոփոխությունը, ովքեր չունեն այդ տեսլականը, բայց արդյոք մեր պետությունը ունի քրեակատարողական ոլորտի բարելավման տեսլական եւ ռազմավարություն։ Ունի, մեր կառավարությունը չունի։ Ինչու, որովհետև քրեակատարողական եւ պրոբացիայի ոլորտի ռազմավարությունը 19-ից 23 թվականների հաստատվել էր կառավարության որոշումով։ Իսկ քրեակատարողական եւ պրոբացիայի ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը եւ ոչ թե ռազմավարությունը, ռազմավարական ծրագիրը հաստատվել է Արդարադատության նախարարի հրամանով 24-ից 26 թվականների։ Եթե կառավարությունը այդ ռազմավարությունը իր որոշումով ստորագրելու պատասխանատվություն չի ստանձնել, ինձ համար մի փոքր անիմաստ է խոսել այն մասին, որ կառավարությունը ունի քրեակատարողական ոլորտի բարեփոխման տեսլական եւ ռազմավարություն։ Դա հաստատվել է նախարարի հրամանով։ Եվ ոչ թե ռազմավարություն է, այլ ռազմավարական ծրագիր։ Անիեմ։ Շնորհակալություն իրավական նախաձեռնությունների կենտրոնի նախագահ Նարէ Հովհաննիսյանն է, շնորհակալություն, որ եկաք։ Սա այն դեպքն է, երբ վստահ կարող ես ասել միայն մի բան, երբեք մի ասա երբեք։ Պարոնայք պաշտոնյաներ, լավ կլինի այսօր մտածեք, թե վաղն ինչ պայմաններում եք անցկացնելու ազատազրկման ձեր ժամկետը։ Այսքանը եթերում Սպուտնիկ զրույցներ, ես Տաթևիկ Բաղդասարյանն եմ, առողջ եղեք։